Սիրելի հեռուստատողներ, շարունակում ենք սկսենք նորից ընթացքը եւ ես սիրով ներկայացնում եմ մեր առաջին հյուրին։ Եվ այսպես մեր հյուրն է Երջանկության շող բարեգործական ֆոնդի նախագահ Ստեֆանիա Շահումյանը։ Ասեմ նաեւ ավելացնեմ, որ նաեւ ֆոնդը օգնում է մանկատներում ապրող օնկոլոգիական հիվանդություններով տառապող փոքրիկներին, կա նաեւ կազմակերպություն «Օգնենք հայ մանուկներին», որը զբաղվում է հայ փոքրիկներին օգնելով եւ աջակցելով։ Բարև ձեզ, բարի լույս։ Նախ շնորհավորում ենք Գարնան առաջին օրվա կապակցությամբ եւ խնդրում մի փոքր ավելի փակագծերը բացեք, ինչ է իրենից ներկայացնում Երջանկության շող բարեգործական ֆոնդը։ Նմանատպես շնորհավորում եմ ձեզ Գարնան առաջին օրվա արդիվ։ Բարեգործական ֆոնդը Երջանկության շող, ավելի իմ համար սովոր է մեր օֆիցիալ անվանումը, ասեմ Лучик счастья, благотворительный фонд Лучик счастья։ Մենք գործում ենք Մոսկվայում, մենք ռուսական ֆոնդ ենք, օգնում ենք Ռուսաստանի մեջ եւ բոլոր SNG-ի քաղաքներում աշխատում ենք, ոնց Հայաստանում, Վրաստանում եւ Ինչ սիստեմով է աշխատում ֆոնդը, այսինքն ոնց եք գտնում, թե ում պետք է օգնեք, որտեղ պետք է հասնեք, ով է ձեր օգնության կարիք զգում։ Ավելի շատ դա վերաբերվում է այն ընտանիքներին, որ ով հիվանդ է, երեխաները լինում են հիվանդ ու իրանք մեզ ուղղակի գտնում են, ինչ որ ծանոթներով, հայ համայնքում գիտեն, որ ինձ ճանաչելով գիտեն, որ ես բարեգործությունով զբաղվում եմ, ուղարկում են մեր մոտ, մեր հայ եկեղեցում, շատ են հայերը դիմում գալիս են մեզ մոտ եւ մենք չենք ընտրում ում օգնել, ով գալիս ով մեր օգնության կարիքը զգում է, մեզ դիմում է, մենք իրանց օգնում ենք։ Իսկ որքան ժամանակ է գործում այդ բարեգործական ֆոնդը։ Մոտ 2 տարի, 2014 թվականի մարտի 22-ից մեր ֆոնդը սկսեց գործել, մենք գրանցվեցինք օֆիցիալ եւ շարունակում ենք մեր աշխատանքը մինչ այսօր։ Ոնց եք կարողանում ֆոնդը լուսաբանել, որովհետեւ ես իմ փորին համոզում եմ բավականին լուրջ հովանավորներ պետք է լինեն, ոնց կարելի է գտնել այդ մարդկանց, ոնց են կարողանում ձեզ գտնել, ձեզ հետ համագործակցել, ձեզ հետ միասին այդ նպատակի շուրջ ծառայել օգնելով մեր հիվանդ երեխաներին։ Իհարկե դա այդքան հեշտ չի աշխատացնել ֆոնդը եւ դա շատ դժվար աշխատանք է, ավելի չեմ թվում է առաջի հայացքից, բայց փառք Աստծո կան շատ մարդիկ բարի, կան մեծենատներ, որոնք մեզ օգնում են ու ընկերներ, ծանոթներ, դա ավելի շատ երևի այն մարդիկ են, ով ճանաչում են անձամբ ինձ, ճանաչում են մեր գործունեությունը տեսնելով, շատերը ինտերնետում գրում են, որ մենք ուզում ենք ձեզ օգնել, հասցեն ասեք, մենք բերենք ինչ որ ձեզ իրեր պետքական կամ ձեր բանկային համարը, որ մենք կարողանանք ինչ-որ մի գումար հատկացնել։ Մարդիկ տեսնելով պարզ աշխատանքը, ինչը շատ կարևոր է այդ գործունեության մեջ, ուզում են իրանք էլ մասնակից լինեն այդ բարի գործերին, ինչ որ մենք փորձում ենք։ Տեսեք, Երջանկության շող, Лучик счастья, ու նաև օգնենք հայ մանուկներին։ Երկու տարբեր ֆոնդեր, այսպես ասած, տարբեր մոտեցումներ, ինչով են տարբերվում իրարից այս երկու կազմը։ Ես ասեմ, ֆոնդը օգնենք հայ մանուկներին, դա իմ ընկերների ֆոնդն է, որը բացել են երկու երիտասարդ եւ գործում է այդ ֆոնդը համ Հայաստանում եւ Ռուսաստանում, Ամերիկայում, Եվրոպայում էլ կան ներկայացուցիչներ, որոնք աշխատում են եւ օգնություն են ուղարկում հայ մանուկներին։ Ոչ թե մենակ Հայաստանում, այլ եւ օգնում են անգամ Ռուսաստանի մանկատներին են օգնում եւ դա այն ֆոնդն է, ում հետ մենք համագործակցում ենք, երբ որ մեզ մոտ գալիս են հայ ընտանիքներ եւ հայ երեխաներ, ծնողներ, ծանր հիվանդություններով, մենք փորձում ենք իրենց հետ օգնել հայ մանուկներին, որովհետեւ եթե ինչ-որ մի հարց լինում է վերաբերվող մի ինչ-որ ազգի, դա կվերաբերվի Վրաստանին կամ ինչ-որ, ասենք, Չեչնիային, դա Ռուսաստանը, բայց համայնքի հետ մենք փորձում ենք իրանց հետ մեկտեղ օգնել տվյալ պահին, տվյալ ինչ-որ հարցով։ Կարող եք ինձ ասել հիմնականում ինչ խնդիրներ ունեն այսօրվա մեր հայ մանուկները, հիմնականում որ խնդիրներով են ավելի շատ ձեզ դիմում։ Դա ավելի շատ ծանր կյանքի ինչ-որ մի դեպքեր են լինում, որ մարդկանց ստիպում է գալ ինչ-որ մի օգնություն խնդրելու։ Լինում է, որ ծանր հիվանդություններ ավելի շատ
երեխաները ծանր հիվանդություններով, ինչ որ մի раковое заболевание կամ ինչ որ տենց մի ձև, ինչ որ տենց հիվանդություններ, դեցեպե եւ այլն հիվանդանում են ու ծնողները ոչ թե ծնողները, անգամ բոլորովին ոտքի կանգնած ֆոնդերը չեն կարողանում այդ գումարները այո օգնել փակել, ինչքան որ այդ ընտանիքը իհարկե չի կարողանա, ինչ էլ որ ծախում են, մեքենաներ են ծախում, տուն են ծախում, բայց չեն կարողանում։ Հայաստանի մանուկներին շատ պետք է ուշադրություն, շատ ասեմ, որ ցավոք տեսանկարը մեր դեմ լինում, որովհետև կան ընտանիքներ, որ հաց չունեն ուտելու, կան ընտանիքներ, որ երեխաներին ուղղակի դեղ է պետք։ Ես այս 2 օր առաջ հանդիպեցի մի ընտանիքի հետ, որոնց պետք է դեղ 180 ռուբլի արժեքով Մոսկվայից ուղարկել։ Երեխուն ընդհանրապես այդ մի տարվա բուժման համար պետք է 3 պաչկա այդ դեղից։ Իհարկե մենք ես ամեն ինչով կօգնեմ, ինչ որ ես կարողանամ, բայց դա հասնում է ինչ որ մի խելքամոտիկ բան չի, որ տեսնես մարդիկ այտենց օգնության, ինչ որ երեխուն դպրոցի վարձ է պետք տալ կամ հագնելու շոր չունեն եւ այլն։ Օգնենք հայ մանուկները շատ մեծ աշխատանք են իմ ընկերները տանում եւ ես որ տեսնում եմ ինչ դեպքեր են Հայաստանում կատարվում, իհարկե ես հայ լինելով իմ համար խորին ցավ եմ ապրում, որ այտենց դեպքեր կան, որ ապրում են ինչ որ վագոնչիկների մեջ, լրիվ կույր տղա կա, որ պես հաց չունի, ուտելու չունի երեխա, իմ ընկերները տուն վարձեցին, պահում են ամեն ամիս տղու բոլոր հոգերը տանում են եւ շատ հիվանդ երեխեք կան, որոնց իհարկե պետք է օգնել, մենք մեր ֆոնդը անձամբ հիմա զբաղվում է այստեղ մի երեխայով Դանիել է անունը, ում պետք է մոտ երկկողմանի նապաստակի շուրջ է, երկկողմանի գալի երախ։ Մենք փորձում ենք երեխուն օգնել, բայց ասենք գումարը, ասենք այդքան մեծ գումար չի, ընդամենը $4000 է պետք երեխուն վիրահատելու համար։ Շատերի համար այդ ընդամենը $4000 կարող է բավականին։ Հա, կյանքի մայի հարց լինի, մենք շատ ժամանակ կարող ենք մտնել սրճարան, սուրճ զակաց տալ, պատվիրել ինչ որ մի 5000 դրամ թողել դա մեր համար ինչ որ մի դեր չխաղա, բայց ընտանիքի համար այդ ամեն 5000 դրամը իհարկե, հա, իսկ մենք օգնեցինք օրինակ Մոսկվայում կար մի երեխա Սիրոժա Սիմոնյան, որին պետք էր $200,000 եւ հայտնվեց մի ռուս տղա, անունը Ստիպան։ Ու ոչ մեկ այդ տղու մասին ոչ մի բան չգիտի։ 16 միլիոն ռուբլի էր անում։ Մենք հավաքեցինք ընդհանուր ֆոնդերը հավաքեցին 6 միլիոն վերջի 10 միլիոնը այդ տղան եկել էր իրանց տուն, ուղղակի պայուսակից անել էր այնպես բանկի այդ թղթով փաթաթած, գումարը դրել էր սեղանին ու գնացել էր։ Ծնողները մտածել են այդ երևի միլիոն ռուբլի է, խելքամոտիկ բան չի որ մարդ բերի, տենց ուղղակի առանց իմանալու, առանց ինչ որ մի խնդրելու, այդ մենք մի շաբաթ չէին կարում, ճիշտ ասած, իմ կյանքի ամենաերջանիկ օրերից մեկն է եղել։ Հենց դա իսկական բարեգործություն է, երբ որ դու անում ես ու քո մասին ոչ ոք չգիտի։ Դուք ձեզ հետ մի քիչ համամիտ չեմ, կներեք, բայց համամիտ չեմ այն առումով, որ պետք է ասել, մենք շատ ժամանակ ասում ենք մարդկանց բոլոր վատ կողմերի մասին, բայց մենք լավի մասին չենք ասում, բայց լավն է, որ մարդկանց վարակումը այլ ավելի լավ անել։ Այդ մարդը չի ասում, իր մասին են ասում։ Համամիտ եմ։ Այդ դրա մասին, այսինքն եթե դու բարեգործություն ես անում, դու մի ասա որ անում ես, քո մասին կասեն, միանշանակ ասեն։ Համամիտ եմ։ Շնորհակալություն Ստեֆանիա ջան, ես գիտեմ, որ դուք բերել եք ձեզ հետ տեսանյութ։ Այո։ Ես ուզում եմ մի փոքր մեկնաբանեք, ինչ ենք դիտենք տեսանյութը եւ շարունակենք մեր ընթացքը։ Այդ տեսանյութը մեր շատ տեսանյութներից մեկն է, որը նկարահանվել է Онкологический центрում իմենի Բլախինա Մոսկվայում, ամենամեծ Онкологический ցենտրներից հիվանդանոցից մեկն է։ Այնտեղ ապրում են երեխաներ, կարելի ասել ապրում են, որովհետև ամիսներ շարունակ այդ երեխաները այնտեղ ապրում են։ Եվ մի աղջիկ կար ընտանիքից, սոցիալական ընտանիքից, որտեղ կան 13 երեխաներ, 10-ը որից որդեգրած են, եւ այդ 10-ից մեկը այդ երեխան հիվանդացել էր онкологический հիվանդությունով,
եւ մի երազանք ուներ, որ ինքը իր ձեռքով ալբոմ սարքեց նկարների եւ նվիրեց ինձ։ Ու ասեց, ես շատ կուզենայի, որ դու մեր նկարները այդտեղ մենք հեռախոսի վրա նկարվենք ու դու այդ նկարները կպցնես այնտեղ։ Եվ իր ծնունդն էր մի քանի օր հետո ես կազմակերպեցի պրոֆեսիոնալ ֆոտոսեսիա հիվանդանոցի մեջ, քանի որ իրանց մոտ իմունոդեֆիցիտ այնպես չի կարելի դուրս գալ, եւ հրավիրեցինք բոլոր երեխաներին, ով ցանկություն ուներ, ով չի ամաչում այդ խնդիրով, իրան որ նկարեն ծնողների հետ, եւ դրա հետ մեկտեղ շնորհավորեցինք բոլոր երեխաներին, ում ծնունդը սեպտեմբերին էր, եւ տենց ակցիաներ մենք հաճախակի ենք անցկացնում եւ գնացինք պրոֆեսիոնալ ֆոտոգրաֆի հետ նվերներով ամեն երեխուն տորթով շնորհավորեցինք իր ծնունդը նշեցինք։ Եկեք չմանրամասնենք այն ինչ որ պատմեցինք, այժմ դիտենք տեսանյութի միջոցով եւ վերադառնանք։ Сегодня благотворительный фонд «Лучик счастья» приехал в онкологический центр имени Блохина, чтобы поздравить всех детей, у которых день рождения в сентябре месяце. Мы привезли много подарков и пригласили профессионального фотографа, чтобы осуществить давнюю мечту девочки Насти, которая мечтала об альбоме с красивыми фотографиями. В фотосессии приняли участие не только дети, проходящие лечение в онкологическом центре, но и их родители. И мы были очень рады видеть, что сегодняшний день нам удалось скрасить и сделать их чуть счастливее. Вы всегда можете присоединиться к нашему большому дружному коллективу на страницах соцсетей, ВКонтакте или в Фейсбуке. Добро пожаловать, мы будем только рады добрым и отзывчивым людям. Իրոք այն ինչ որ դուք անում եք անգնահատելի է եւ կարծում եմ ձեզ համար նույնպես պետք է հոգեբանորեն այնքան պատրաստված լինեք, որովհետեւ շփվելով նմանատիպ փոքրիկների հետ, ովքեր ունեն մի շարք առողջական խնդիրներ, այդ դուք հոգեբանորեն ինչպես եք կարողանում այդ ամենը հաղթահարել։ Շատ հաճախակի ինձ տալիս են այդ հարցը, ճիշտն ասած հաղթահարել հնարավոր չի, կյանքում չես կարող այդպես դրան ընտելանալ, ուղղակի ես փորձում եմ այդքան մոտիկ սրտից մոտիկ չընդունել, բայց իհարկե գիշերը որ դու մնում ես մենակ քնելուց առաջ միշտ այդ երեխաները աչքի դեմ են ու փորձում ես մեյլի ինչ որ մի բան հնարես, որ երեխաների օրը հետաքրքիր սարքես մանկատնում կամ էլ հիվանդանոցում։ Դա շատ դժվար է։ Ես նկատեցի որքան ջերմությամբ էիք դուք դիտում տեսանյութ եւ կարծում եմ հետո բոլորդ այսպես շատ ջերմ եւ ընկերասեր միջավայր է ձեզ մոտ ստեղծվում։ Այո, շատ, որովհետեւ մենք գործից դուրս, դա ես միշտ ասում եմ, որ դա իմ աշխատանքը չի, դա իմ ապրելակերպն է, տենց ապրելու ձևն է այդ աշխատանքը։ Շատ հետաքրքիր բան նկատեցի, ինֆորմացիա երբ որ կարդում էի, որ յուրաքանչյուր մանկատան, երբ որ դուք բարեգործություն եք անում, բակում սպիտակ յասաման եք տանում։ Այո։ Ինչու՞։ Մենք ունենք մի քանի հատ, ես միշտ փորձում եմ մեր ֆոնդում նոր ադատներ ստեղծել եւ դրանցից մեկն է յասաման տնկելու այդ ընդհանուր արարողությունը մենք հավաքում ենք բոլոր երեխաներով յասաման դա հատուկ տեսակ է յասամանի սպիտակ յասաման որը անվանում են Красавица Москвы
քանի որ մենք Մոսկվայում գտնվող հիմնադրություն ենք, մենք աշխատում ենք Մոսկվայից դուրս, за пределами Московской области, ու իրանց համար Մոսկվայից եկացած մարդիկ մի երևելի իրանցից ներկայացնում են մի հրաշք, ոնց որ մենք մարդիկ լինենք ամեն անգամ որ գալիս ենք, երեխաները նայում են ինչ մեքենայով ենք մենք եկել, ինչա մեր հագը, ոնց ենք մենք ոնց իրանք մեզ ոնց ընդունում են, շատ հետաքրքիր մտքեր են միշտ արտահայտում, իսկ դա մի ինչ որ մի հետաքրքիր ձև է, որ մենք իրար հետ ինչ որ մի բան անենք, քանի որ իրար հետ միասին այդ գործունեությունը մեզ բոլորի շատ միացնում է, որ մենք մեկը ծառն է տնկում, մեկը ջուրն է բերում, մեկը ինչ որ փորում, հա, ու շատ հետաքրքիր է, եւ նմանապես ադատներ մենք շատ ունենք, նույն ձև մենք բերում ենք, եթե գիտեք, կա Սուրբ Մատրուշկա Մատրոնա, եւ Մատրոնայի մոտից ես միշտ երեխեքին բերում եմ փոքր մեդալյոններ Մատրոնայի, Ռուսաստանում շատ հարգված, շատ очень почтительная святая, եւ այդ եկեղեցից, որ գտնվում է Մոսկվայում, մենք միշտ բերում ենք մեծ իկոնա, մանկատանը նվեր, եւ փոքր մեդալյոններ երեխեքի համար, որ կախում ենք իրանց վզին, եւ ինչ որ տենց մի ձև փորձում ենք երեխեքին սովորացնել տենց հավատալ հոգեպես ինչ որ մի ավելի լավ բարձր բաների, քան իրանք սովորեն ինչ որ տենց դա շատ նեգատիվ մթնոլորտի մեջ են երեխաները մեծանում եւ իրանց պետք է ցույց տալ ավելի լավ օրինակ։ Իհարկե, շատ շնորհակալություն ձեզ, ցավոք սրտի մեր ժամանակը սահմանափակ է, բնականաբար ուզենք թե չուզենք դժվարություններ անընդհատ լինելու է սա կյանք է, լինելու են դժվար ապրող երեխաներ, հիվանդությամբ տառապող երեխաներ, ու ես ուզում եմ ձեր ֆոնդը այնքան ուժեղ գտնվի, որ յուրաքանչյուր մանկատար բակում մենք տեսնենք սպիտակ յասալմաններ, այսինքն դուք փորձեք բոլորին օգնել եւ բոլոր երեխաներին ինչպես տեսանյութում տեսանք շփիթներ բերեն ձեր ներկայությունը։ Շատ շնորհակալություն հրավերքի համար։ Անչափ շնորհակալ ենք մեր անունից, մեր հեռուստատիտողների անունից ձեր անձնվեր աշխատանքի։ Առողջություն ձեզ բոլորիդ։ Բոլորիս։ Դե ինչ հարգելիներս, շարունակում ենք մեր ընթացքը։ Շարունակում ենք մեր ընթացքը, իսկ դուք մի հեռացեք ձեր էկրաններից, քանի որ մի քանի րոպեներ անց արդեն կվերադառնանք տաղավար եւ կդիմավորենք մեր հաջորդ հյուրին։